Բարեկամներ, անցնում ենք հայտնի փոսի կողքով, որը բավականին տարիներ որոշել է մեզ չլքի ու մնա, բայց այսօր ոնց որ վերջնական որոշել ենք հանդեն սարքել։ Տեսնենք այս մի վերջնականը ինչքան կտևի։ Հիմա մենք գտնվում ենք Արեշում, գնում ենք սիրված քույրիկի ծննդյան օր շնորհավորելու քույրիկի կողմից, ով գտնվում է այս պահին Եվրոպայում, քույրիկի ընտանիքի կողմից, եւ դստեր կողմից։ Կարինան այսօրվա մեր հոբելյարն է, սիրված քույրիկը, իսկ Սուսաննան այն քույրիկն է, ով շատ է սիրում իր քույրիկին, գտնվելով հեռվում, որոշել է նրան ուրախացնի։ Իհարկե իր դստեր հետ միասին Սուսաննա ու Հասմիկի հետ միասին որոշել են շնորհավորել սիրված մայրիկի եւ սիրված քույրիկի եւ մորաքրոջ ծննդյան օրը։ Հարգանքներս, մենք եկանք հասանք սիրված քույրիկին, սիրված մորաքրոջը, իսկ նաև պետք է նշեմ շատ սիրված զոնքանշ մայրիկին։ Չէ որ նրա փեսան, մեր անուշ աղբերը, մեծ աղբերը ուղեկցեց մեզ մինչև տուն։ Այս հրաշք Զաֆիրայով։ Ես գործ ես անում Զաֆիրայով, հա, բանման որ պետք ալում տեղափոխում ես, աշխատասեր անձնավորություն ես, էլի։ Հարգանքներս քեզ։ Թող ջահելները տենան սովորեն, հա, որը տես պետք է լինի։ Թե չէ հիմիկվա ջահելները չեն ուզում աշխատեն։ Էդ ինչ էր։ Անգամից մտնում եմ, գալիս եմ, եկանք։ Բարև ձեզ, բարեկամներ, ոնց եք, ոտներս խերով ձեր օջախ։ Այսօր ում ծնունդն է, ուր է մեր տիկին Կարինան, ուր են նա, դուք եք։ Էդի սիրուն հայացք ընդունեցիք մի անգամից, տեսեք տորտը ծաղիկը, եկեք ներս, եկել ենք ձեզ ուրախացնենք, հավաքել է ոչինչ, հավաքել է ընդհանրապես կապ չունի, մենք ձեզ սեր ենք բերել, էդ ուր եք գնում, նեղացել եք մեզանից, եկել ենք ձեզ ուրախացնենք, հլը ժպտացեք մի հատ ջիգյարով, են ձեր սիրած ձևով հլը ժպտացեք, եկել ենք ձեզ ուրախություն բերենք, հեռուներից, շնորհավորանքներ, հարգանք ու սեր, և ճանապարհին գիտեք ինչ իմացանք, հլը մի րոպե, չէ, մի բան ենք իմացել ճանապարհին, մինչև ստեղ հասնելը, դուք սիրված զոնքաշ մայրիկ եք, ձեզ շատ են սիրում, հենանդեյա։ Միշտ այդպես սիրված լինեք, իսկ Հունաստանի պահը, դուք մի անգամ այն իրավացի եք, բայց ով։ Քույրիկս, աղջիկը։ Հա, մի անգամից եք ասում, էլի, բա ուրախ չեք։ Շատ ուրախ եմ, բայց… Ձեզ շատ են սիրում իրենք, հա, դե մատ երազանք պայք չեք կատարվելու է։ Ընդհանրապես չմտածեք, ընդհանրապես, սա գլնելու է, հաթը։ Ու ձեր քույրիկը, տիկին Սուսաննան և նրա դուստրը Հասմիկը շատ սիրում են ձեզ։ Չես էտ եմ քայլնի մարել առաջին, ուր ես գնում ուր։ Իսկան տարիներ անց սերը կա ու գնալով ավելանում է, դե վերցրեք ես քաղցրությունը, մեծ սիրով նրանք ուղարկեն։ Ես էլ կպաչեմ է, բա ծաղիկները ով նվիրի։ Հետաքրքիր, ում տամ նվիրի, հա։ Դու նվիրի, սաղը շատ քեզ։ Ախ, բան է, ասի բան անենք, է, մի հատ գա, է։ Արի էլի, արի մետ նվիրի։ Դու արի։ Քեսան արդեն նվիրել է։ Հա, բան, դե թող նվիրի, բայց ջիգյարով, էլի, բայց ջիգյարա։ Քեզ անցնում եմ այսօր ուրիշին, բայց քանի դեռ ես ողջ չեմ կողքի։ Բա, ոչ վախեցար։ Արևորը դու չվախենա, դեկուզ դու ուժեղ տղա ես, երևում է, ձեզ լավոր, բարձր տրամադրություն, մենք ուշուշ են գալիս, բայց ոչ ուշացած, հայտնվում ենք ճիշտ ժամանակին, այնպես որ կարևոր է սերը միշտ ապրում, չէ, չեմ կարա, հիմա գնում եմ ոսկե գավաթ, հա, գնում ենք ոսկե գավաթ, այնտեղ զինվորում ենք, շնորհակալ եմ շատ, հարգանքներս, լավ, բայց տժծրել եք այսօր, հա, պարել եք, ուրախացել եք, ոչ այդպես մի տեսակ սիրտներդ կախ է կարծես։ Չէ, ամեն ինչ լավ է, չէ։ Շնորհակալ լինենք Փառք Տիրոջը, Աստծո օրհնությամբ լինենք, ոտներս խերով ձեր օջախ։ Միշտ ուրախ առիթներով գանք ու այսպես սիրուն ժպտանք։ Մերսի Ստեփան ջան, քեզ ու քո ընտանիքին ամենալավ բաներն եմ ցանկանում, տղա ջան։ Բոլորիս։ Քույրիկս էլ քեզ շատ սիրում։ Ես էլ ձեզ եմ շատ սիրում։ Ես էլ եմ ձեզ շատ սիրում։ Լավ եղեք։ Դեմատ գրկեմ մեթամ, այդպես չի։ Դե լավոր ձեզ, մենք գնացինք, առողջ լինեք, բա որ փեսան շատ սիրում, դա նշանակում է, որ դուք աշխարհի ամենալավն եք, էլի, հա, փեսան էլ որ սիրում, նատվում իդեալական մարդ, հա, անձնավորություն եք լավ հատկանիշներով,
Իսկ մենք հիմա մեղմիկ քայլեն գնանք ոսկե գավաթ զինվորայք է, աշներս լույս լինի, բան անում։ Հա պետք չի, բարեկամներ, խնդրում ենք այս հասցեում ձեր շների կարիքները չհոգաք։ Սա հենց դրա մասին է, տեսեք, սա ինչ է նշանակում, որ շաքարակլոր պետք չի ստե շան սարքած։ Գնացինք։ Հաջողություն։ Բարեկամներ, մենք շատ ուրախ ենք, որ կարողանում ենք հեռավորության վրա սիրող սրտերին իրար միացնել, հույզեր փոխանցել, մեկի մյուսի սերը փոխանցել ու հարգանքը, որովհետև դա կարևոր է մարդը, որ կյանքը ավելի էմոցիոնալ ապրի։ Առանց էմոցիա կյանքը դա հավասար է անշունչ լինելուն։ Այնպես որ ապրես բարեկամը, շնորհակալ եմ։ Արա շատ լավ ֆայմով անուշ ախպեր շոֆերներ ունենք մենք, որ զիջում են ու զգացվում ես դու, էլի։ Զգայականդ ավելի է սրվում ու գնում ես ավելի լավ անակնկալ անելու։ Իսկ հիմա ընկերներ մենք գնում ենք Ոսկե գավաթ ռեստորանային համալիր, որը գտնվում է առաջին մաս Բամբորի արձանից մի քիչ ներքև։ Բամբորի արձանը չկա, բայց նրա անունը կա եւ նրա պատիվը կա։ Այնպես որ մեզ համար հենց ընդ Բամբորի արձանը կանգնած է։ Գնանք շինարարի արձանի ներքևի հատվածում գտնվող Ոսկե գավաթում բանակի քեֆ է։ Եվ մորաքույրը Ռուսաստանից որոշել է շատ մեծ սիրով մի գեղեցիկ անակնկալ անել մեր զինվորին, ով հետ է եկել վերադարձել է ծառայությունից փառքով 2 տարի անց, հələ ընդ պահեր կա ոնց որ 2.5 տարի էր ասում, բայց 2 տարի ենք հաշվում մենք։ Կարևոր մեր անուշ ախպերը բարուխերով վերջացրել է ծառայությունը, եկել հասել ու մայրիկին գրկել է։ Մայրերը սուրբ են եւ պետք է հաշվի առնել, որ կյանքդ պետք է ապրես մայրիկի սրտին համահունչ, որ սիրտը քո համար լավ աշխատի, ոչ թե անընդհատ անհանգիստ լինի։ Բեմ ամջան, տեսար։ Բարեկամներ, մենք հասանք հասցե, որտեղ որ պետք է անակնկալ անենք։ Մեր զինվորը Նարեկ ախպերը։ Անուշ ախպեր, թամադա ունեք թե մենակ DJ-ն է։ Մենակ DJ-ն է թե թամադա ունեք։ Թամադա հանդիսաբար։ Երկուսը կա։ Օй ախպեր, լավ է, հարուստ բանակի քեֆ է։ Մոտս է, չէ՞, միացած է, չէ՞։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հարգանքներս ո՞նց եք։ Ոչինչ, շնորհակալ։ Զինվորը հոդուս է չի հիմա։ Չէ, ներսն է դա։ Ներսն է նա։ Պարմ են, էլի, ուրախանում են, բանակ քեֆ են ան։ Ախպեր, հանդիսաբարն է մեզ հարկավոր։ Ասեմ գա։ Հա, այլ ախպեր, այնքան շնորհակալ եմ քեզ։ Դու որտից եկար հետներս բարձրացար։ Բարի օր ձեզ։ Լավ եք ախպերներ։ Աշներս լույս ելնի, զինվորն է եկել։ Նարեկը չգիտի, որ մենք գալու ենք։ Նարեկը շատ է սիրում իր մորաքրոջը, մորաքույրն է Նարեկին եւ մորաքրոջ որդին, այսինքն Նարեկի ախպերը, Նարեկի պես չի ուզում գնա ծառայի, բայց ցելը փոքր է, կարող մեծանա ուզի, ինչ իմանաս։ Մարդը Ռուսաստան է ապրում։ Ոնց ես։ Բարեկամս։ Էս ինչ հաճելի անակնկալ արիր։ Այդ հայտարարես вообще անակնկալ։ Ինչքան ժամանակ են ապրելու մոտոր։ Անակնկալը ում կողմից էր մորաքրոջ անունը։ Չէ, մի ասա, դու մի չէ, սա անակնկալ է բարեկամ։ Ապե, բայց այդ վիդեոն ես ոնց ուղարկեմ։ Դու իրաս կդնել ձևը գիտեն էլ երևի։ Ֆլեշկա չկա ախպեր։ Չէ, եսի չերես հեռախսել է ոնց որ ելնում։ Կոմպ չկա։ Գցեն կոմպի մեջ կդնեն էլի։ Հա։ Բարեկամներ, հիմա կազմակերպում ենք մաքսիմում գեղեցիկ, որ մեր Նարեկ ախպերը իրան մենակ լավ զգա, ուժեղ զգա, որովհետև Նարեկի նման անուշ ախպերները ժամանակին մենք էլ ծառայել են, պահել են սահմանը, պահել են մեր երկիրը հզոր։ Հիմա եկել են արդեն քաղաքացիական կյանքում նրանք պետք է հզորանան, հզորություն հաղորդեն մեր Հայաստան աշխարհին երկրին, այնպես որ բոլոր զինվորներին անփորձանք ծառայություն, բարի վերադարձ, Նարեկի նման թող գան հասնեն, այսպես քեֆ անեն, այ ոնց են տժում։ Տժալու օր է այսօր ընկերներ։ Հիմա Արման ախպերս ներսում կհայտարարի ամեն ինչ, մեր հանդիսավարն է Արմանը, նա գեղեցիկ հայտարարությունը կտարածի, որից հետո մենք կմտնենք ներս ու կանենք գեղեցիկ անակնկալ Նարեկին, Նարեկը մայրիկին, անուշ մայրիկին կնվիրի ծաղիկներ, ծաղիկներից հետո կտանք կոնյակը եւ ահա մեր Արմեն ախպերն է, Արման ախպերը։ Աննա մորքուր, հա։ Հեսի, նաբեր ենք ամ Նարեկին և այն, հետո Նարեկի մայրիկ անուշ մայրիկին,
Հա, բա ախպերս։ Մատը նարեկին կոնյակ ենք էլի տալ նավսեկի։ Այս մի դենա, դու մեր չտասան։ Գաթո եթե հայտարարի ասի, եկել են, հեսա անակնկալ լելի։ Գրդի խոսք ունի ասելու, դե իհարկե բոլորն են ոգևորվել, չէ որ բանակից եկել է հզոր մի երիտասարդ անունը Նարեկ։ Նարեկը երկար է, ծառա 2 տարուց։ 2 տարի։ Հենց կալոր 2 տարի։ Ախպեր երկը։ DJ Աշտուր։ Արամե, դու։ Բայց կա կեսից դներ։ Հարգանքներս բոլորիդ, կյանքիս մեջ առաջին անգամ եկել եմ Snoop Dogg-ի երաժշտության տակ, որովհետև մեր Նարեկը սիրում է Snoop Dogg։ Նարեկ ջան, անկախ ինձանից ախպերս եկա տենց եկեց ուրիշ լեվ եկա, էլի ռեպավարի եկա։ Բարով եք հավաքվել բոլորիս աշկել լույս լինի, մատ ծափերով եկեք շնորհավորենք մեր Նարեկին, վերադարձի արդիվ և հենց այս ծափերի ներքո այստեղ հրավիրենք նաև Նարեկի քույրիկին Եվային, Եվան ուրա։ Եվա։ Արի։ Որտեղ է Եվան, Եվա հա արի։ Զինվոր բալե Քույրիկ ու եղբայր, ուրեմ ասեմ, անակնկալ, ծափերի պահեր է, ծափեր էր, տեսակ ինչ արի։ Մեր համար արեցի, որ մեր տրամադրությունը բարձանա, զինվոր բարով ես եկել, դու մեր հպարտությունն ես, մեր հզորությունը, ուժեղ ըլնես և այդ ուժը քեզ քաղաքացիական կյանքում ավելի շատ հաջողություններ տա, ջան եմ ասեմ, ու անուշ ախպեր ես։ Մանավանդ որ Snoop Dogg ես լսում, վաբշե ուժեղ ախպեր ես։ Հիմա մի հատ մոմերը վառեմ, քույրիկի հետ եք փչելու, ասեմ ինչի համար։ Ես ամեն ինչ գիտեմ որ վաղը ձեր կնունքն է, չէ՞։ Հետևաբար մի քիչ առաջ ենք ընկնում, այդ նվերին ներառում ենք նաև քույրիկին։ Իրար հետ հավասար մի հատ երազանք պահեք, փչեք թող ծափեր տան, հենց ծափեր տվեցին, այս գեղեցիկ մարդկանց կողքին կավելանան էլի գեղեցիկ մարդիկ։ Աները չմոռանամ, մնացած տորսն է։ Հա, երազանք պահեք, կատարվելու է 100%-ով։ Ծափեր տվեք, ով ուզում է իր օրհնությունը թող տա։ Իսկ հիմա այստեղ ենք հրավիրում մեր զինվորի սրբությանը մայրիկին, անուշ քույրիկ, համեցեք, իսկ որտեղ է ձեր կյանքի կեսը, ձեր սերը։ Արտուր ջան, խնդրեմ, արիք այն տղայիդ կողքին։ Աշներդ լույս լինի, ձեր զինվորը եկավ ասավ ձեզ, թող տարոսը լինի մնացած բոլոր մեր զինվորներին, ով կգնա, թող բարով փերով հետ գա, այսպես կայնի մամայի պապայի կողքին։ Համաձայն ենք, հա, շատ լավ է ամեն ինչ։ Հիմա Նարեկը հավանել է տորթը, բռնել ու կանգնել է, տուր պապային տորթը։ Բայց պապայից էլ վերցրեք տարեք քաղցրությունը, ես արդեն հիմա մենք մեր զինվորին ծաղիկներ ենք տալիս, որ մայրիկին նվիրի ծաղիկներ, գերկի մի հատ է պաչիկանի։ Բայց մի քիչ տենց սիրուն, հանգիստ Բանակը հիմա շատ կարևոր մարդ է, բաց թողը իր համար շատ տխուր է, որ Նարեկը պրծավ եկավ։ Հիմա մենք ենք ուրախանում Նարեկով, բայց պապային էլ գրկելու համար էլի նվեր ունես, նայ քեզ սենց տես ինչ ենք բերել։ Բարով ես եկել մեր քարտ զինվորը։ Հիմա նվիրի պապային մոտ գրկի, հա, հետի տուր պապային, պապան պետք է դա պահի երկար։ Աստված հայոց օջախները Անակնկալ կազմակերպողները գան ու իրար հետ անուշ անեք, որովհետև իրանք այս պահին այստեղ չեն, ձերը չեն ուրախանում այս պահին, բայց հերվից շատ են ուրախացել ու հիմա ուզում եմ հարցնեմ ում կողմից կլինի։ Ես գիտեմ, հա? Աննան Աննան? ու Դավիթը։ Աննան ու Դավիթն են, բայց մի հատ կարևոր, շատ կարևոր անձնավորություն կա այս պատմության մեջ, որ սրտի խոսք է ասել։ Դավիթ, Աննա, Նարեկի աղբերն է, էլի։ Արմանը։ Արմանը։ Հիմա բոլորդ լսեք, թե ինչ հետաքրքիր բաներ ասում
ինչ անունը։ Արման, Արմանը, հա։ Արմանը, քրոջս Մեր հանդիսավարի նման հենց Արման։ Արմանների պակաս չունենք։ Հիմա բոլորս լսում ենք թե ինչ են ասում Ռուսաստաններից։ Այջան, այլ վերադարձ վերջապես անցան ես երկու կարելի ասել կես տարիները մենք շատ ուրախ ենք որ դու եկար Ասում այդպես ու տարիները տան։ ախպերները շատ ուրախ քուրիկները կաղմոները շատ ուրախ Ես ինչ ես ուզում ասես բանակը լավ տեղա գնալու ես բանակը Լավ եկար բանից։ Հետո ասա որ սպասում եք ստեղ շավնել։ Ասում ենք որ դու կա։ Էդ է լույս։ Որ ինչ կանելու։ Կալամի մոտ ինչ կանելու։ Շայս հավատում որ Կեփ ենք անելու։ Ներգո ենք սարքել։ Ապրես Արման ջան։ Ուրեմն Ռուսաստանից Աննա Քույրիկը իր ամուսնու Դավիթի հետ միասին բոլորիդ ասում է «Կերեք խմեք, քեֆ արեք, մեր նարեկն էլ թողա որ լեգո հավաքեն իրար հետ»։ Հա, շատ լավ է ամեն ինչ ձեզ բարձր տրամադրություն, այո, լսում, բան ես ուզում ասես։ Ջան, դավայ ասա։ Ապրի Արմանները, ապրի Արմանիկը, ապրի մեր անուշ ախպերը։ Ջան, դզեց։ Շատ սիրուն կազմակերպեց, իրավուրես։ Ապրեն բոլորը, Աստծո օրհնությամբ լինենք, միայն մեծ սիրով։ Բարև եկեք, նարեկես։ Արման, բարեկամս, շնորհակալ ենք քեզանից, որ ամեն ինչ շատ լավ կազմակերպեցիր։ DJ One Love։ Snoop Dogg-ը դիր եթանք, էլի ախպեր, ինչով եկել էր անով էլ եթանք, հա։ Մենք ես քեզ նույնպես շնորհակալություն ենք հայտնում մեր երեկոն էլ ավելի տոն դարձնելու եւ էլ ավելի գեղեցկացնելու համար։ Սերման Մարգարյան ձեր ուրախ ծաղրի քաղաքով իմ ընկերոջ պատվի շնորհակալություն քեզ։ Իսկ ես շնորհակալություն եմ հայտնում մեր նարեջի մոնակնոջը իմ կողակցի տանիքի հետ միասին շնորհակալություն եմ հայտնում։ Լսում ես Snoop Dogg եւ ուզում ես կարդալ ռեփ, բայց քանի որ ռեփը մի քիչ մեր կուլտուրային մոտիկ չի, դրա համար ես չեմ կարդալ ռեփ, ուղղակի գեղեցիկ կասեմ, թող մեր զինվորները բոլորը անփորձանք վերադառնան, մեզ հետ միասին քեֆ անեն, ուրախանան եւ հզորացնեն մեր երկիրը։ Եվ մեր երկիրը հզորացնելը բոլորի սուրբ գործն է, այնպես որ ամեն մեկը ինչով կարող է թող հզորացնի 100%, ոչ թե 99, 100%, ու լիբնիս։ Այստեղ գրված է 99 ու լիբնիս։ Ախպերս դե 100-ը չի տեղավորվել, դրա համար 99 են գրել։ Կարող 100 էլ այսպես։ Չէ, նայ, ասենք, եթե 100 էր, կհասներ ստե, չէ, ինքը կուզովին չի կպցրել, որովհետև էսի որ պոկի լաթյա չի մնա, բայց կուզովից պոկեր լաթյա կմնար։ Դրա համար 99։ Դե ես ասում եմ ախպեր։ Բարեկամներ, մենք գնում ենք ուր, իհարկե Եղեգնաձոր, որովհետև մենք հենց Եղեգնաձորից ենք։ Մենք Եղեգնաձորի անուշ ախպերներն ենք։ Բարեկամներ, հարգանքներս, այսօրվա մեր օրը հենց սկզբից ասեմ, որ շատ խառն է ու ամբողջ Հայաստանով ձգվում է։ Հետևաբար մեր օրը սկսում ենք արևաշխող Եղեգնաձորից, հենց արև խանութն է, ֆոտո օբյեկտիվը եւ այս գեղեցիկ միջավայրը մեր Եղեգնաձորն է, ընկերներ, Աչիցել Tasty Food է իհարկե, այստեղ շատ հագեցած խաչմերուկ է, էսի քոլեջի խաչմերուկներ էլի, հենա, մեր թյուրս է անցնում ճանապարհով, մեծ սիգնալ տամ վախացնեմ, չվախեցա վեճին չէր, բայց ամեն դեպքում մենք Եղեգնաձոր քաղաքում ենք եւ ուղևորվում ենք իմ հարազատ ծննդավայր Վերնաշեն, որտեղ ունենք հրաշք մի անձնավորության, սրբության մայրիկի ծննդյան օր, ում ոչ միայն որդին է շատ սիրում, այլ նաև հարսիկը, հետևաբար նրանք բնակվելով Ռուսաստանում
որոշել են մի գեղեցիկ անակնկալ անեն։ Ու գեղեցկության մասին խոսեցի, այս գեղեցկությունը ո՞ց ցույց չտանք Վարդան, հələ գայլասարն է կադրերում ընկերներ։ Չէ լավ չեն տենա, գայլասարի ականջները։ Ուրիշ անուն էլ ունի, բոլորը կարող են անունը ճշտել, եթե ուզում են ցանկություն են, իսկ հիմա ես շարունակեմ մեր գեղեցիկ ճանապարհը դեպի Վերնաշեն։ Ընկերներ, նաև ճանապարհին ասեմ, որ այս ճանապարհը արդեն 5 տարի է, մյուս տարի սարքում են, բայց այդտենց էլ չեն սարքում։ Ես էլ արդեն տաբլոտել եմ ու որոշում եմ, որ մի քիչ բողոք անեմ։ Յանեմ, ինչի՞ չեք սարքում մեր ճանապարհը։ Այս ճանապարհը սպասարկում է մինիմում 10,000 մարդու եւ այն կարծես Այվազովսկու 9-րդ ալիքները լինեն, որովհետև անդադ իշնում ելնում ես փոսեր կամ բազմատեսակ եւ զզվսնում են ուղակի։ Մեքենայը որ ջարդում ենք բոլորով միասին եւ բացի գույքը հարկմուծելը նաեւ մուծում ենք լիքը մասեր փոխարինելու համար։ Հետևաբար կխնդրեի, որ շատ լուրջ վերաբերվեք այս հարցին, որովհետև այս ճանապարհը իսկապես շատ ու շատ մարդկանց է օգտակար լինում, պլյուս այն տուրիստական է, այս ճանապարհով գնում ես Սուրբ Խաչ, գնում ես Սպիտակավոր, գնում ես Թանարատի բանկ եւ գնում ես էլի լիքը ուրիշ պատմական օբյեկտներ, Սմբատաբերդ նույնպես, չէ, բանը, Պրոշաբերդ նույնպես, ընկերներ, այս ճանապարհը իրականում շատ կարևոր նշանակություն ունի եւ 4 տարի է, մյուս տարի սարքում են, մեր ժողովուրդն էլ, այս մասի ժողովուրդը շատ համեստ, գեղեցիկ աշխատասեր են ու այդպես բողոք չեն անում։ Ես էլ չեմ բողոքում, բայց ամեն դեպքում եթե կան մարդիկ, ովքեր կարող են եղանակ փոխել եւ այս ճանապարհը ավելի բարեկեցիկ սա դարձնել, շատ ուրախ կլինենք, շնորհակալ էլ կլինենք։ Ես կարող եմ լավ հեշտ ձև ասել, ֆրեզով ֆրեզ արեք, մի 2 սանտիմետր գոնե ասֆալտ արեք, նորմալ գնանք, թե չէ սա ինչ է, ահավոր է։ Դե լավ, անցնենք այս ծրագիրը եւ սկսենք մեր մասին խոսել, մեր տորթու ծաղիկից, որովհետեւ հեսա իսկ ասեն Գրնոն Grand Candy ավտոյով։ Մի խոսքով բարեկամներ, հիմա գնում ենք սիրված մայրիկի շնորհավորենք, սա արդեն դարձել է ավանդույթ, ամեն տարի գնում ենք շնորհավորելու եւ տանում ենք տորթու ծաղիկներ որդու ընտանիքի կողմից եւ իհարկե հարսիկի կողմից։ Հարսիկը նրան շատ է սիրում, այնքան շատ սեր կա, որ ամեն անգամ ես պատվիրելու ժամանակ զգում եմ այդ սերը, հարգանքը։ Էս էլ մեր հին ու բարի կլոր ֆարնա, ով իմ ընկերն է քշում, որ իմ ընկերն է քշում, էլի։ Շատ հաճելի է տեսնել հինը ու նորը ու լավ զգալ, լավ էմոցիաներ ունենալ։ Հիմա այս Ալեկոս ճանապարհով ընկերներ գնում ենք հասնենք մեր Հոբելյարին։ Տեսեք ինչ հրաշք է իմ ծանդավայրի սարերը, լեռները։ Այս լեռներում ենք մեծացել, դրա համար էլ դուխով ենք, ուժեղ ենք։ Այս լեռներից ենք առել ուժ ու ամբողջ աշխարհով ման ենք գալիս։ Հրաշք Գլաձոր գյուղն է, Թասիբով Գլաձորը, որը նույնպես տուժել է ասֆալտի խորտուբորտություններից, կան տարատեսակ փոսիկներ, տարբեր դրամաչափի, այնպես որ յոլլա են գնում։ Փոսիկները միան, այստեղ էլ մի քանի հատ սար են սարքել դպրոցի հաշվին, դպրոցը անվտանգ պահելու համար, որպեսզի արագ չերթևեկեն։ Հիմա դպրոցում շինարարություն է գնում, Գլաձորի դպրոցը վերանորոգում են, ինչի համար շատ ուրախ ենք, բարեկամներ, ամեն ինչ հիանալի է եւ մնում է ճանապարհը սարքեմ, որ ես էլ ոչ մի բան չասեմ, էլ դժգոհությունները չհայտնեմ։ Բայց պատկերացրեք, ես օրինակ երբեմն օրվա մեջ ստիպված եմ լինում 10 անգամ այս ճանապարհով գնալ գալ։ Ճանապարհի երկարությունը 7 կիլոմետր է, 6-ից 7 կիլոմետր ու մեքենան ամեն անգամ լուրջ փորձություններով է անցնում։ Եվ մենակ ես չեմ այտենց։ Բոլորը ով մեքենա ունի այս տարածքում, այս ճանապարհի ձեռը ընկել են կրակը։ Այնպես որ այս հարցը պետք է լուծվի։ Այս տարի էլ, անցած տարի ասին մյուս տարի, այս տարի ասում են էլի չէ լավ, դրա համար որոշել եմ բարձրաձայնել։ Բողոքում եմ, բողոքն է իմ հոգու։ Հոգիս Ալեկոծ է այս ճանապարհի նման։ Բարեկամներ, հիմա արդեն Ալեկոծ ասֆալտից մուտք գործեցինք լճավոր ճանապարհ գերունտային։ Այստեղ դեռ ձկնաբուծության կուլտուրան շատ չի զարգացել, դրա համար էլ Վարդանենք ձուկ չեն պահում ճանապարհի մեջ։ Իսկ մենք ընկերներ մեծ սիրով գնում ենք այս ճանապարհով։ Էսի Վարդանը ստաղն է, էլի։ Վարդանը ստեղ է մեծացել, ստեղ է ֆուտբոլ խաղացել ու գոռոզա, նետ ու աղեղ սարքել կրակել աչուձախ։ Դրա համար էլ մենք Վարդանը ստաղում ենք հիմա։ Զիլն է հին ու բարի ընկերներ, մեր Էդոյի զիլն է, նա շատ մեծ սիրով սրանով աբաց բան է բերում, մարդկանց օգնում է որ տները կառուցեն, սարքեն։
Մեր Հակոբն է բարևեց ու գնաց լուր, մեր խիզախ զինվոր Հակոբը։ Բարև խիզախ զինվոր։ Նա խիզախության խորհրդանիշն է։ Էս է շունիկն է, ում շունիկն է, Գրնոյի շունիկն է։ Հա, դες սաղին ճանաչում եմ վարդա։ Եվ այսպես կամած բարձրանում ենք ընկերներ։ Մալնին խոդով գնում ենք մեր համար։ Ընկերներ հասնում ենք ու ամեն ինչ մոտենում է իր տրամաբանական ընթացքին։ Մեր Սոֆաքույրիկը շատ է սիրում իր սկեսուր մայրիկին, դրա համար ամեն տարի առաջնային ինքն է կազմակերպում անակնկալը նոր արդեն Գորթու կողմից։ Այսպես պետք է լինեն հարցները, չմոռանան իրենց կեսերի սրբություններին հարգեն ու ուժ տան։ Հիմա սիրուն ամեն ինչ կազմակերպենք, իջնենք գնանք, շնորհավորենք։ Անցած տարի այս թաղում ցեխը շատ էր չէր ելնում քայլել։ Այս տարի քիչ է քայլել ելնում է, գնացինք։ Այո, յուղական կոլորիտն է, յուղական առօրյան։ Մեր մանկությամբ Վաչոն է, Վաչո աղբերը, սս մտ սիրուն կադր վերցել 0-6-ից, հովո մտ լավ մոնտաժ կանես ես պահը։ Զերովբեց ընկերներ, հին ու բարի 0-6, գնացինք։ Ահա, մի անգամից մեր փոքրիկ Արտուրի մեքենան է երևում, առաջին կադրերում, մինչև գնանք բարին։ Յա, ինչ այլ է, բարի օր ձեզ, տոն է այսօր, հլի ներկու խուլիգաններին նկարի, հլի մոտիկիս նկարի, դավայ քշեք, արա մի ինչի, հլի մտ ուժեղ քշի, պրտում է ինչ է, ապրես, դու Արտուրն ես, բա դու ով ես, նվարդ տատիկ, վարդը կա կարևոր, էլ եկել ենք, ես մի տարի անցավ, հա, եկել ենք քեզ ուրախություն բերենք, բայց ծապտվողներն ուր են, ծապտվողները թող գան, բայց ծապտվողներ են պետք, ծննդը շնորհավոր ելնի, առողջ ելնես, լավ ելնես, սիրված ելնես միշտ ու դրա վառապացույցն է, որ սիրված ես, որ ես եկել եմ։ Բալիկներ սիրում եք տատիկին, հա, ջղայնացնում եք տատիկին գոնե մի քիչ, չէ, հա, դու եկար փչիր էլի, հա, ապրես, դու շատ շուստեր ես, կայնի օրա դու տատին փչի, տատիկը թող փչի։ Մամուզում եմ ես առաջվա պես Բայց ապեր տալիս եք, քաղցրություն եմ բերել, արդեն գիտես, չէ, ում կողմից է, հելը դու ասա, ում կողմից է, արդեն Յա, չէ, Սոֆիկա, եթի պտի ասեիր առաջին նոր արայքի, շատ սիրում են քեզ, հա, վերցնեն ամ, վերց, չէ, ոնց կկցինք ուժեղա, հլը պահի, բայց ճիշտ ես բրնեն, մեջտեղից բրն, ձերդ բերս տե, այս տե, մեկն է բերս տե, հլը պահի այսես, հլ թող տատի, թող տես ոնց է պահի, ապրես, վարը մտ երկու աղբեր պչեք, եկեք հլը, ավայ, հարա, դուք ուժեղ աղբերներ եք, դուք շատ լավ աղբերներ եք, ապրեք, մի հատ է վարեմ, արա բայց երազանք պահիք է, մի անգամից պչում եք, հլը կայն ձև ասեմ, սս աշկերները պակեք երազանք պահիք, որ կատարվի Դավայ, աշկն էդ պակում եք, չէ, մունատ մի արի, ինչ ես մունատ գալի, արի հլը Էլավ դու պիչ Հրովով, հա դու նուր պոքի ունես, արա դու տղա ես, արի Էսի դնենք ստե, խաղցերությունը բերեցինք Արտուր մեծ աղբեր, դու կնվիր ես, չէ Աղբորը ուղարկած ծաղիքները մեր մամային գերկի նվիրի Չվախենաս Պես օրոր հասես Քան ուշտայնով սրտիս հետ օրերով խոսես Թող քեզ ամուր Բոլորի կողմից է, շատ սիրված եք Աննա քույրիկ, բա դու էլ է ծաղիքներ ունես Բա քեզ էլ ենք վերես, այսը քո ծաղիքները Ինձ համար խոսող արցունք Դուրդ եկավ Դե մտ մամային գնա գերկի, դու էլ գերկի մամային Մեծանակ մամաներին կսիրա կահարգեք, լավ, հարի։ Բա, լավ է, ենի ուրախության լացա, դու էլ լացի, կարաս, չէ, դեն աղավտոր, հելի եթանք աղավտոր կշի, դե ձեզ լավ որ, Սվետը, բայց ինչ այլ եմ ընկեր Անդրասյանի թևին, հը? Ես ապրեք, շնորհակալ Աղբեր դու շատ լավն ես, դու ուժեղ տղա ես, հələ մտ բարև ինձի, գիտես ինչի, եկա մեծանաս կտնաս այս վիդեոն կասես այլ ինչ լավ են արեն զինա կարել են ես վաղ, բա ինչ ունես ասելու,
Դատուվին ես չաշետ ես մունաթով։ Հա, դες այսպես։ Հետո երկուսն է սև շորերով են, արա բախենալու են, հա։ Այդպես մտ ճռռեցերու։ Դավայ գազ դու։ Բարի անցի այսպես։ Այդ բարև կանես նոր կասես, ախ, ուր ես գնում, դասա ուր ես գնում։ Չէ, Գործի տեղ։ Ջերմուկ, արա դե հել աղբերս հելանք։ Մենք է գնացինք, հաջողություն Արտուր ջան, լավ մնացեք։ Ահա բարեկամներ, այսօրվա առաջի պտիշկան դրեցինք, գնում ենք հիմա Ավշար։ Ավշարից հետո Ղուկասավան, Ղուկասավանից Ստեփանավանի գյուղ անունը մոռացա, դու կա հիշում ես։ Հա, Հոպարտ գյուղ ենք գնում, Հոպարտ գնում ենք Հոպարտ գյուղ, իսկ հետո ընկերներ հետ են գալիս մորենա։ Այսօր մոտավորապես պետք է անցնենք 500 կիլոմետր ճանապարհ, 500 կիլոմետրը մինիմում։ Գնացինք մեր հարազատ յուղի փողոցներով, դե հիմա կապը կանջատվի, երևի կմիացնենք ճանապարհից, հենց որ գեղեցիկ տեսարան տեսնենք, ես չեմ կասկածում, որ կտեսնենք։ Մնացեք մեզ հետ, օրը նոր սկսեց։ Գնացինք։ Մեր ճանապարհները սկսեցին եւ հիմա Տիգրանաշենի ոլորաններից հենց մենք մի անգամից նկարահանում ենք ձեզ համար գեղեցիկ հայոց լեռները։ Արևաշող եւ ձնածածկ հայոց լեռները, թերևս վերջին օրերն են, որ այս լեռները ձյուն են տեսնում, արդեն գարուն է եւ սրանից հետո տեսնելու են կանաչ բույսեր, որից հետո արդեն կգա դեղին դաշտերի հերթը։ Եվ բոլոր թվարկածած ժամանակները այս լեռները գեղեցիկ են, հրաշալի եւ իմաստալից։ Այնպես որ մեզ համար միշտ էլ հաճելի է այս ճանապարհներով երթևեկելը եւ այսօրվա հաճելին այն է, որ Հայաստանը համարյա թե հյուսիսից հարավից գնում ենք մինչև հյուսիս, համարյա թե մինչև վերջ, ինչ եմ ասում համարյա թե, որովհետեւ Մեղրիից չեն գալի, Եղեգնաձորից են գալիս ու Արարատյան դաշտավայրով գեղեցիկ ձևերով գնալու ենք հասնենք Ստեփանավանի գյուղերից մեկը, որի անունն է Հոպարտ։ Հոպարտ գյուղը, Հոպարտ գյուղն են գնալու այսօր։ Հետո, բայց մինչև այնտեղ գնալը, հիմա գնում ենք Ավշար, Ավշարից հետո Ղուկասավան։ Հրաշալի է ամեն ինչ, ճանապարհը, մենք, Անուշ աղբերը, եւ իհարկե ամբողջը, ամենում հիանալի է, աստվածային եւ օրհնված։ Գնացինք առաջ, իսկ մեր առաջն է հենց հիմա դուրս գալիս Սիսը, որից հետո Մասիսն է սարերի ետևից դուրս գալիս, ողջունում մեզ, հրավիրում իր գիրկը, իսկ մենք մեծ սիրով գնում ենք փարվենք Մասիսին։ Հայկական երազդուհանուրջն է եթերում, հրաշքը ու սուրբ լեռը, այսեք իշքան գեղեցիկ է, Արարատյան դաշտավայրը արդեն քիչ-քիչ սկսում է գույները փոխել, հիմա դեղին է, դեռ անցած աշնան դեղինն է այստեղ, բայց ձախից եթե ուշադիր լինենք, արդեն կանաչը վրա է տալիս, տեսեք իշքան է վրա տվել, իշքան գեղեցիկ է, կարծես տարբեր տեղեր լինեն, աջ կողմում սահմանամերձ չի, ձախ կողմում սահմանամերձ է, սահմանին մոտիկ ծաղկել է բնությունը, որովհետև այնտեղ են մեր քաջերը, մեր հզորները, որ պահում են գիշեր, ցերեկ, անկուն, մեր քունը, շնորհակալ եմ Տղեկ ջան, ով տեսնում է իմ տեսանյութը, այս որ խոսում եմ, այսպես կեցով բոլորից հետ շնորհակալ ենք, առողջ եղեք, ուժեղ եղեք եւ օրինակելի մնացեք միշտ մեր փոքրիկների համար, մեր մեծերի համար, որ ձեզ տեսնեն ու սովորեն հայրենասիրություն։ Շնորհակալ եմ ուշադրության համար, իսկ հիմա մենք գնանք մեր Մասիսին։ Բարեկամներ, արդեն հասել ենք Ավշար, բայց մեր հոբելյարը դեռ տանը չի, նա աշխատասեր է, աշխատանքի տեղում է եւ հիմա պետք է ճշտենք երբ է տուն գնալու, որ գնանք գեղեցիկ անակնկալը կազմակերպենք։ Գալիս եմ աղբեր։ Հա, ապրիս աղբերս, դե հեսա դու էլ մեր վիդեոյի մեջ ես ելելու, գնացինք, կամներ։ Ավշարի մեր բարեկամները մեզ օգնեցին, որ հասկանանք ուր են գնում։ Հենա լավ, հենա կեթանք ֆուտբոլ դաշտի մոտից ձեզ կզանգեմ ես։ Այս հրաշալի Նիվայի վարորդը որոշեց մեզ ցույց տա ֆուտբոլի դաշտի տեղը, որտեղ մեր տիկին Զինայի ծննդյան օրն է եւ նա հիմա տանը իր համար չէր պատկերացնում, որ քույրիկները Եվրոպայից հենա 3 հոգով զանգել են
բարև ձեզ, ով նոր միացավ։ Հիմա մենք այսպես գնում ենք, հələ տեսեք ինչ սիրուն տեսարանա։ Հետևելով Նիվային մենք գնում ենք, որ հասնենք ֆուտբոլի դաշտին, որից հետո կգնանք արդեն Հոբելյարի օջախ։ Օրը արդեն հիանալի է, որովհետև ամեն ինչը մեր ուզած ձևով գնում է առաջ։ Բոլոր պատվերները մենք լավ կհասցնենք տեղը տեղին։ Սա փաստ եմ ասում ձեզ։ Մենք ենք ձեզ շնորհակալ, հեսա անեն սիրուն կազմակերպենք, որ մեր տիկինզինան ուրախությունից թռչկոտի, քույրիկների սերը զգա։ Սա գնանք հասնենք միասին։ Ինչ լավ է, համ ինտերնետ ունենք, համ նկարելու հարմարանք ունենք, համ ավտո ունենք, շատ լավ է։ Տոր ծաղիկ ունենք։ Ահա։ Նիվայով բարեկամը մեզ տանում է այնտեղ, որտեղ որ պետք է գնանք։ Ինքը բացատրեց, որ ստեղից պետք է մտնենք։ Հեսա, հասանք ֆուտբոլի դաշտ։ Անուշ աղբեր, ապրես։ Ձեր տուն են գալի։ Բա լավ, հենա գտել ենք, հենա տեսեք միացիրուն աղջկանից դուս եկա ասմա եկեք։ Եվսո գնացինք, հասել ենք տեղ հաշվեք, լավ։ Աղբերս ապրես, շնորհակալ եմ։ Բարեկամներ, մենք հիմա արդեն հասել ենք մեր տիկինզինային եւ ֆուտբոլի դաշտի մոտ ենք, տեսեք ֆուտբոլի դաշտը կատատ են անում։ Կատոկով չգիտեմ ես ինչ տեխնոլոգիա է, բայց կատոկ է անում, Արարատի ֆոնին հրաշք մի մարզադաշտ, բարև։ Ուժեղ աղբեր, լավ կատոկ ես անում աղբեր։ Դզեց։ Բարեկամը շատ պրոֆեսիոնալ վարում է կատոկը, լավ գնանք արդեն մեր Հոբելյարի մոտ, գնանք մեր տիկինզինային ուրախացնենք, այսօր նրա ծննդյան օրն է եւ քույրիկները Եվրոպայից հանկարծ չընկնեմ ավտոյի տակ, Եվրոպայից որոշել են ուրախացնել իրենց երրորդ քույրիկին։ Դե ձեզ լավ օր, հեքիաթային օր մենք գնացինք։ Գերեք խմեք քեֆ արեք, էս էտիշ։ Ախպեր էտիշ խաբար ես արե։ Այտենց անում են ախպերս, այտենց նորմալ է, հա, այտենց են անում։ Առաջի անգամ էտեն որ կատոկով բանեն։ Լավ ես ինձ։ Ախպեր, կատոկդ կտաս մարդ քշեմ։ Պրոբլեմ ունեմ։ Արի վարդան, արի հիշեմ դրա այլությունս։ Ես կատոկ քշել եմ 1000 բարի, մեծ ախպերներ։ Ոնց եք։ Ես կատոկի վարորդ եմ, հա։ Հəl տենամ գործիք ընդունեք։ Արի վարդան դու էլ արի, ստե 3 հոգու տեղ կա։ Ես Ռուսաստանում 6 ամիս կատոկ եմ քշել, սրանից է քշել եմ։ Սրանից մեծն եմ քշել։ Արի նստի ախպեր, Ստեփան ջան նստի։ Տենամ հիշում եմ սախ։ Հա, բայց ինչ պետք է անել։ Նայեք, ուրեմն ինչ ենք անում։ Նայեք, Վարդանին միշտ պատմել եմ, բայց չեմ ասել ոնց։ Ասենց առաջ այդ, մա։ Սկորոսները հեսա, տես, ստեր, ուրա։ Ապա չէ դրա տասկով, տեսի ճադարն է, հիմա կարակ չի տալ, էսի գազն է։ Գազը ճիշտ ասը։ Էսիս լավ է արդեն գազը, դե մնա իրար հետ ենք էտում, մի չի։ Վարդը, էստե որ մանովր անեմ նորմալ է, չէ, դաշտի վրա չանեմ, նայ Վարդան ոնց է ֆռում կատոկը, տես։ Դնում ես։ Այսենց, տեղում կարա ֆռա, սրանով դրիվտ եմ արե, հա, Մոսկվա ձուն էր եկե, դրիվտ էլ եմ արե, բայց դու ստե որ կատատ ես անում, ջուրը միացած ես անում, հա, առանց ջուր։ Սպանվերը դաշտի վրա քշում։ Ես հիմա դրել ես բան, էլ դանդաղ որ խամություններ չանեմ, էլի։ Բան չեն ասի, բայց կես սրա համար։ Շկոլ ավես։ Ընտիր, աղբերս, ընտիր։ Այդ արիր պրծար կատատ է։ Չէ, աղբեր, լուր ես։ Լուր ես ան։ Դրա համար չաս։ Աղբերս, ապրես։ Հե? Կատատ ենք անում, աղբեր, ես էլ վիբրացիան։ Աղբերս եսի վիբրացիա է անում, նստսնում է։ Ես պետք է զգուշ լես ու շադիր լնես, այնտան կանենք նույն տեղը մի խոսքով, բայց ստե կատատ չես արե ես բաներին։ Չէ, ես անը դաշտանը կծնեմ Չէ ուրասրեմ աղբեր։ Աղբեր հենա յուրասիրիր, կարոտը սառը։ Իմ ամենալավ օրերը այս կատոկով եմ բան արե ես։ Ես բայց արագ էի միշտ աշխատում։ Դեսի հանգիստ եմ քշում դաշտը, էլի։ Դաշտը հանգիստ եմ քշում գծերը չունեմ։ Հա դե դաշտի մեջ է, բայց ստե հիմա գրունտ ենք կատատանում։ Բայց այս ճռռոցներն չի ա գալի։ Բանը տավուտը քիչ եմ լեցի դրանից։ Ամենը տավուտը սմասկալ։
Դե բան չմտնեմ, լավ, դաշ չմտնեմ։ Սես ճիշտ կային, հա, թե պետք է ինես կային։ Հա։ Ապրես աղբերս, շնորհակալ եմ շատ։ Բարեկամներ, հիշեցի իմ ջահել օրերը կատոկ վարելու։ Դզում էր։ Հա, իմ արև ամենահանգիստ գործն է աշխարհի։ Քո համար հագել հարի։ Դու ինձ էմոցիաներ տվիր հենց նոր։ Շնորհակալ եմ շատ։ Տեսեք ընկերներ, հենց նոր ես այստեղ բան արեցի։ Սես խլդերիմ էլ, եսի անել չէ, դες չեն անում вообще։ Ես դաշտում լուրջ հանդիպումներ ելում են, թե Նոյ էներգիայից, բա ինչ է անունը։ Լավագույն ավանդույթները շարուն, հա, Արարատի դաշտն է։ Ավշարինը։ Ավշարի գործարան, կոնյակ գործարան, հա թե։ Ավշար գյուղի դաշտը։ Բայց ստեվ լավ ֆուտբոլիստներ ունենք, որ կարան ապագայում գերավեն։ Շնորհակալ եմ։ Հա, բարեկամներ, տեսակ կատոկ էլ քշենք։ Շատ հեշտ է քշելը։ Ուղղակի երբ որ դրանով արդեն պետքա գործ անես, այնտեղ սկսում է դժվարությունները։ Կատոկը ինքը դժվար տեխնիկա չի քշելու առումով, բայց երբ որ ասֆալտ պետքա տրորես, ինքը լիքը նրբություններ ունի։ Այնպես որ այսօրը լավ էլ հագեցած գնում է առաջ, իսկ հիմա մենք շատ գեղեցիկ տեմպերով կշարունակենք մեր ճանապարհը դեպի Ղուկասավան, ընկերներ։